Չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում ներկայացնի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ։ Նշենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն համատարած խուզարկություններ էր սկսել սրբազան պայքարի մասնակիցների տներում, ինչի արդյունքում 10-ից ավելի անձ ձերբակալվեց եւ ըստ պաշտոնական թվերի այս պահին կալանավորվել է 15 անձ։ Ձերբակալությունները շարունակվում են։ Ըստ նախաքննական մարմնի շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս քրեական վարույթի շրջանակներում խուզարկել էին նաեւ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի տունը, ու չի բացառվում, որ հաշվի առնելով, որ նա սրբազան պայքարի առաջնորդներից է, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը անձամբ կգա Արթուր Սարգսյանի հետևից Ազգային ժողով։ Դիմեցին գլխավոր դատախազություն պաշտոնապես հասկանալու համար, թե նման գործընթաց սկսվել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից, թե ոչ, ի պատասխան հայտնեցին՝ չենք մեկնաբանում։ Կհետևենք իրադարձությունների զարգացմանը։